ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է, ավանդույթի համաձայն ամեն երեքշաբթի հանդիպում ենք պարոն Բոսոյանի հետ եւ ամփոփում ենք շաբաթվա իրադարձությունները։ Բարև ձեզ, պարոն Բոսոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մի քանի լուր ներկայացնեմ եւ անցնենք բուն թեմային։ Ոչ մի իսլամական պետություն օգնություն չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով ճնշեց չար թշնամուն։ Այսօր թշնամին չգիտի այս ռազմավարական փակուղուց դուրս գալու երգը գրել էր Ալի Լարիջանին։ Մենք առիթ ունեցել ենք խոսել ենք պարոն Բոսոյանի հետ, որ ինքը պարոն Բոսոյան լավ բառի ключ է, որ այսպես է ասում, ամենաազդեցիկ դեմքերից մեկն է, բայց այսօր վատ լուր կա, հիմա կգամ կամաց դրան։ Գիտեք, որ Իսրայելում արգելվել է որևէ բան ձայնագրել եւ տարածել, բայց սպրտել է մի տեսաձայնագրություն, որտեղ Թել Ավիվում ոստիկանները դաժանաբար ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկում պատերազմի դեմ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին, հենց հрьяաներին։ Փաստորեն ներսից էլ կա, այսինքն այդ ժողովուրդն էլ է ինչ որ իմաստով, ինչ որ մի շերտ կա, որ վերջապես խաղաղություն եւ հանգստություն է ուզում եւ ինչպես Ջեֆրի Սաքսն է անընդհատ ասում, որ դուք գնում եք ինքնասպանության, վերջերս մի մեծ համաժողովի ժամանակ էլ ասեց դեսպանի ներկայացուցիչներ այդպես դիմում, քանի դուք դեռ չեք ճանաչել Պաղեստին պետությունը, ապա այսպիսի դաժան այդ տարածաշրջանում անverջ հետևելու են իրար պատերազմներ, բայց դա անշուշտ նաև կարող է վերջնահաշվով դուք գնաք ձեր ինքնաոչնչացման։ Այսպիսի զգուշացումներ կա նաև հрья ժողովրդին, լավ է, որ ներսից էլ նաև կա դա։ Ես կարող եմ ձեզ ասել, որ Խամենեին կարգին է, համոզված եմ, որ դուք արդեն լսել եք նրա ուղերձի մասին եւ հույս ունեմ, որ շատ շուտով նա հանդես կգա հանրության ուղղված եւս մեկ ուղերձով, հայտարարել է Իրանի արտգործնախարար։ Գիտեք, որ նաեւ այնպիսի ինֆորմացիա տարածվեց, որ ինքը շատ ծանր վիճակում է գտնվում, անգամ ասեցին, որ տեղափոխվել է Մոսկվա եւ երեք փորձեցին պարզաբանում ստանալ Պուտինի մամուլի քարտուղարից, ասես նման բաներ մենք չենք մեկնաբանում։ 400 մարդ է զոհվել եւ ավելի քան 250 վիրավոր Աֆղանստանի վրա Պակիստանի հարձակումների հետևանքով գրել է աֆղանական հայտի պարբերականներից մեկը, սա էլ հետաքրիր է, ինչու սա զուգորդվեց այս հարձակումներին եւ պատերազմին չէ կատարվում։ Իրանը ռմբակոծել է Իսրայելի քաղաքները կասետային հրթիռներով, տեսանյութերը տարածել է իրանական լրատվամիջոցները, բացի այդ 3 առաջ օրը հայտարարեց Իրանի կողմից, որ նոր հրթիռներ են հրապարակվել Իրանի կողմից։ Փաստորեն ճիշտ էին ասում փորձագետները, որ իսկապես իրենք պահոստում ունեն դեռ զինանոցը բավականին հարուստ է, բայց իհարկե նաև պիտի արձանագրենք, որ տարբեր թվեր են ասում 6000-ից մինչև 8000 շատ կոնկրետ եւ ռազմավարական նշանակության օբյեկտներ բուն իմաստով ամերիկյան ուժերի կողմից ոչնչացվել են, այսինքն ահռելի մեծ հարված է Իրանին, իրանական պետությանը, կառավարությունը կրկես չէ, իսկ վարչապետը ծաղրացու չէ, երկրի բյուջեն վարչապետի անձնական գրպանը չէ, որից սնվում է իր թայֆան, այսպես այստեղ մենք կարգ ու կանոն կհաստատենք։ Երեք Հայաստան դաշինքը հավաքվել էր եւ հայտարարություն տարածվեց, որ Հայ-Աղափական դաշնակցությունը եւ Ռոբերտ Քոչարյանն ինչպես համագործակցել են, կշարունակեն համագործակցությունը։ Ես մեջբերում արեցի Ռոբերտ Քոչարյանից, նաեւ շատ մի քանի այլ ուշագրավ բաներ հայտարարեց ինքը, նաեւ ասելով, որ աղքատությունը ոչ թե ժողովրդի գլուխներում է, այլ առաջին հերթին այդ հայտարարողի գլխում է, այսինքն Նիկոլ Փաշինյանի գլխում է աղքատությունը։ Հորմուզի նեղուցը այլևս չի կարողանա գործել այնպես, ինչպես գործել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիայից առաջ, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակը։ Շատ հետաքրիր է, սա մտապահեք, որ սրա մասին խոսեք, պարոն Բոսոյան, տեսեք 33 շատ եմ խոսել սրա մասին, 30 եւ ավելի տարիներ սանկցիաների տակ են գտնվում Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ ոչ միայն սա, այսպես ասած, հավաքական արևմուտքի եւ հատկապես Միացյալ Նահանգների մահակն է, որտեղ ինչ որ խնդիրներ ինքը ուղղակի շրջափակում եւ սանկցիաների տակ է դնում, մյուս երկրներն է ճնշում է, որ անպայման, բայց տեսեք, սա առաջին անգամ է կարծեմ
որ ինչ որ իմաստով սա էլ սանկցիաները, այսինքն Իրանի Իսլամական Հանրապետությունը որոշում է կայացրել, որ այդ նեղուցը փակում է, դուք տեսնում եք ինչ ցնցում է առաջացել, չեն դիմանում, արդեն ինչ մտավախությունն են, Եվրոպան վաղը գազի, ինչը նավթի գինը դարձել է 100 էր, հիմա $106 է դարձել, արդեն Միացյալ Նահանգներում հասկանում են, բա դե դիմացեք, ընդամենը մի նեղուց է փակվել, տեսեք ինչ է, բա տեսեք եւ պարզ է, չէ՞ որ այստեղ հավաքական արևմուտքում եթե հանկարծ այսպիսի ճնշումներ կամ սանկցիաներ լինեն, բարեկրթության չէ, բարեկեցության սովոր է ժողովուրդը, մի անգամից կպայթի, չէ՞, հենց նույն Միացյալ Նահանգները ներսից, բայց տեսեք արդեն կա, ահա, Եվրոպայի երեք տեսա Կալիֆոռնիայի ոսկերչական խանութներում ուղղակի ավազակային հարձակումներ եւ ոստիկանություն չէր կարողանում ինչ որ մի բան անել, այսինքն տեսեք թե ինչ բան ժողովուրդներ են, էլի ժողովուրդներ Իրանի Իսլամական Հանրապետությունը աշխարհը դարձել է մեկ համայնք եւ որևէ ցանկացած կետում, որ մի հատ մեծ այսպիսի անախորժություն է կատարվում, միանգամից դա տարբեր մոլորակի վրա ազդում է։ Այս ինֆորմացիոն դարաշրջանը այնպես է դարձել։ Բայց նաեւ թող դաս լավ դաս էր իրենց համար, պարոն Բոզոյան, որ այդպես է, բա եթե դուք 30 միշտ ամեն ինչ մի հատ հակառակ կողմն ունի, էլի, եւ չկա այդ բումերանգը, եթե դու տալիս ես, ժողովուրդը, չէ, դու ասեք այդ ժողովրդին դրել ես, ջրազրկում ես, սովի ես մատնում, թույլ չես տալիս զարգանա։ Եթե աշխարհը նպատակ է դրել գլոբալիստական մեկ միասնականություն, ինքը պետք է երկակի ստանդարտներով չապրի։ Այդ երկակի ստանդարտները քայքայում են ամբողջ համակարգը։ Նույն Եվրոպան, երբ որ դատապարտում է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, բայց ձեռնպահ է մնում գնահատել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի, դա միանշանակ երևում է եւ իրանք էլ դա հասկանում են։ Դա համար փորձում են, այսպես ասած, երբեխված են այդ իրավիճակը։ Երեկվա ծիծաղելի զրույցը Ֆրանսիայի նախագահը խոսել էր Իրանի նախագահի հետ եւ կոչ է անում դադարեցնել, այսինքն այլ խելագարության, տխմարության, աբսուրդի բանը հարցակում։ Ես կարծում եմ, որ Մակրոնի հեռախոսազրույցի գլխավոր նպատակը կային նրանում, որ ինքը ուզում էր ցույց տալ, որ ինքը չի աջակցելու Միացյալ Նահանգներին եւ դրա դիմաց ինքը ակնկալում էր, որ Իրանը հարվածներ չտա ֆրանսիական ուժերին։ Սա էր խնդիրը։ Հիմա այս պայծրությամբ, երբ որ այդ ընդհանրապես եվրոպական լիդերները ցավոք սրտի եմ ասում, էլի, նոր ժամանակներ, որովհետեւ խարիզմատիկ լուրջ գործիչներ չկան, ցավոք սրտի ես նրանց անվանում եմ քաղաքական գերմոֆրոդիտներ, հա, որոնք մեծ հաշվով խիզախ են գեղեցիկ ձևակերպներով հայտարարություններ անել, բայց կոնկրետ քայլերի պարագայում դրանք իմպոտենտ են քաղաքական։ Բայց եւ Իտալիայի ղեկավարությունից եւ Իսպանիայի հատկապես որ շատ ավելի շուտ եւ ոչ միայն Գերմանիայի բան ասացին, որ մենք չենք մտնի դրա մեջ։ Իսպանիան դարը մասնակցի, իսկ Իսպանիան շատ ավելի կտրուկ է առաջին որտեղ երբ որ ինքը ժամանակին այսպես ասած աջակցեց այն ժամանակվա ամերիկյան այսպես ասած գործողություններին, Իսպանիայում հսկայական տերորիստական ակտ եղավ, որի արդյունքում 300-ից ավելի մարդ զոհվեց եւ որի արդյունքում իսպանական հասարակությունը դասեր են քաղել, որ սա հակառակողնի, բայց ուշագրավ բան, որտեվ ես ցավով եմ սա մեջբերում, ես կարծում եմ սա այլևս իրականություն է կամ դուք ձեր կարծիքը կասեք, սա էլ ասեմ, հետո անցնենք դրան, Խամենեին լավ է եւ շուտով կարող է նոր ելույթ ունենալ Իրանի փոխարտգործնախարարն ասում, տա Աստված տեսնենք, հետևենք, բայց Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Լարիջանին եղել է Իրանի դեմ իսրայելական հարվածների թիրախում, սակայն դեռևս պարզ չէ նա սպանվել է թե ոչ։ Սա մի քանի ժամ առաջ էին ասում, բայց պատահական հայտարարություն չի կարծեմ, դուք էլ երևի կհաստատեք պարոն Բոզոյան, Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, որ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է նա երկրի փաստացի ղեկավարներ։ Այո, դա այդպես է, եթե լինի շատ նշեմ, որ Լարիջանին այն դեմքերից էր Իրանի, ով պոտենցիալ ավելի կոշտ դիրքորոշում չուներ, ի տարբերություն քսիրի այն ղեկավարներին, որոնք շատ ավելի կոշտ դիրք եւ ինքը այն մարդկանցից էր, ով կարող էր որոշակի ինչ-որ կամուրջներ ձևավորել, որպեսզի կարողանար բայց սպանությունը դա նշանակում է, որ թիրախային սպանությունները նշանակում է, որ Իսրայելը ամեն ինչ անում է, որպեսզի Միացյալ Նահանգներ եւ Իսրայելը դրան չկայանա, որպեսզի որևէ երկխոսություն չկայանա եւ իրենք, այսպես ասած, փաստարը չեն ուզում կանգնացնել, որ պատերազմը շարունակվի։ Եվ ինչպես ներքաշեցին։ Ես հարցերն ասեցի իրան հետ կապված, խնդրեմ հերթով եկեք։ Ցավոք սրտի մի բան ասեմ, գիտեք, համաշխարհային այսօրվա այդ գլոբալիստական աշխարհը մենք ասում ենք միասնական է դարձել, բայց այստեղ մի շատ կարևոր էլեմենտ կա։ Օրինակ, Նաթանյահուի վրա 3 հատ քրեական գործ կա, եւ այդ քրեական գործերը իրեն նյարդայնացնում են։ Եվ շատ փորձագետներ իսրայելական եւ արևմտյան նշում են, որ
Նյարդայանի համար օբյեկտիվորեն շահավետ է պատերազմը, որպեսզի քանի որ պատերազմի ժամանակ իր հանդեպ այդ դատական գործողությունները սառեցվում են։ Հակառակ դեպքում ինքը կարող է շատ ծանր վիճակի մեջ հայտնվել։ Հիշում եք, որ նույնիսկ Տրամպը խնդրում էր Իսրայելի նախագահին, որպեսզի ինքը սառեցնի, այսպես ասած, Նեթանյահուի հանդեպ այդ գործերը, որովհետև մենք ունենք պատերազմական վիճակի մեջ եւ Իսրայելի նախագահան հայտարարել, որ Տրամպը իրավունք ունի միջամտի Իսրայելի ներքին գործերի մեջ։ Սա եւս ցույց է տալիս, որ պատերազմները սովորաբար առաջանում են այն ժամանակ, երբ որ մարդը ծանր վիճակի մեջ, երբ որ լիդերը ծանր վիճակի մեջ հայտնում եւ իր անձնական շահի պատճառով հրանում է պատերազմ։ Ոնց որ Զելենսկին, ոնց որ Նիկոլը հիշենք Քլինտոնի պատմությունը 99 թվականին, երբ որ Մոնիկա Լևինսկի այդ հայտնի այդ պատմությունից առաջ, հա, որ պատմությունը սկսվեց, բոլորի համար պարզ էր, որ ինքը Հարավսլավիայի հանդեպ ներխուժի բանը հարձակումը կատարվեց այն ժամանակ, որպեսզի կարողանա ստվերի, այսպես ասած, Մոնիկա Լևինսկու հանդեպ այդ պատմությունը։ Դե ուրեմն նաև տեղին է ասել, որ այսօր այդ Էփշտեյնի թղթերն են պատճառը, որ Թրամփը հարձակվել է։ Շատ-շատերը նշում են, որ այդ Էփշտեյնի հենց պատմության պատճառով կարող է մանկապղծության երեկվա դրությամբ նոր ինֆորմացիա է դուրս եկել եւ պարզվում է, որ Տրամփին փաստացի սադրել են, որ պատերազմի գնա իր երկու այդ բանագնացները, Քուշները եւ Վիտկոֆը, Փեսան եւ հավատարիմ բանագնացը։ Այդ երկու բանագնացները նաեւ աշխատում են Ռուսաստանի ուկրաինական ուղղությամբ եւ դրական է գնահատվել իրենց աշխատանքը հետ ուղղությամբ, բայց կոնկրետ Իրանի մասով բոլորը գնահատում են, որ երկուսն էլ խիստ ամեն ինչ արել են, որ այս պատերազմը լինի։ Եվ դա բացատրում են այն հանգամանքը, գիտեք, որ եւ Վիտկովը եւ Քուշները հрьяաներ են։ Քուշները իր Փեսան է, ավելին ինքը ոչ միայն Փեսա է, այլ նաեւ հյուրական, հրեական շրջանակներում շատ ակտիվ գործիչ է, նույնիսկ Իվանկային, այսինքն Տրամփի աղջկան, որ քրիստոնյա էր, փոխել է իր կրոնը, դառել հյուրական կրոնի մեջ է հայտնվել, իսկ Վիտկոֆը հին հրեա է, որը այսպես ասած էլի իսրայելական երկար ժամանակ իսրայելական լոբիստական շրջանակներով է զբաղվել, նույնիսկ 16 թվականին կոորդինացրել է Տրամփի այդ աշխատանքները եւ այսինքն տեսակետ կա, որ Տրամփի վրա շատ մեծ ազդեցություն ունի իսրայելական լոբին Միացյալ Նահանգներում եւ կոնկրետ Վիտկոֆի Քուշները իրենք իդեպ ասեն, որ Նյարդայանի հետ մոտիկ ընկերներ են, երկուսներ, պատմականորեն հին ընկերներ են եղել եւ տեսակետ կա, որ հենց այդ երկու գործիչներն են, որ նույնիսկ բանակցությունների ժամանակ Իրանի սուտ ինֆորմացիա են տվել, որ Իրանը փաստացի կորտ դիրքորոշում ունի, որ Պարոն Բոզյան, գուցե սա էլ է հենց հատուկ արվում, որպեսզի հնարավորինս Թրամփին եւ այդ թիմին այսպես ասեմ չեզոքացնեն այն ինֆորմացիան, որ Էփշտեյնի հետ է կապված, որ այս մարդը տարիներ շարունակ մանկապղծությամբ է Թրամփը եւ իր թիմը զբաղվել եւ կարծեմ պատահական չէր Օսկար ստանալու ժամանակ էլ ինչ որ մի անգլիացի դերասանի մասն էր խոսում, վարողն ասեց, դե գիտեք ձեր բախտը բերել է, որ այնտեղ վատ բառով ասեց, մոտավորապես մանկապիղծներին դատում են կամ ինչ, բայց մեզ մոտ այդպիսի բան չկա, այսինքն էլի բանը Թրամփին ինչ որ բան։ Տեսեք, կարող ենք ենթադրել Էփշտեյնի այդ պատմությունը, չենք կարող հաստատել, համաձայն եք, բայց որ Վիտկոֆը որ չէ, բայց այն որ համընկավ, այն բանի հետ, երբ որ ամենաշատ անուններ Էփշտեյնի, Թրամփի անուններ արդեն ակնհայտ դարձավ, այս մարդը պատանդ է, այս մարդու վրա կոմպրոմատներ կան, ինքը պետք է հարձակվի։ Մենք չենք կարող պնդել, կարող ենք կանխատել, կարող ենք ենթադրել, բայց կարող ենք հաստատ ասել, որ տեսեք, մոտ վերջերս արդեն պաշտոնապես եւ Վիտկոֆը եւ Քուշները հայտ արեցին, որ իբր իրանցիները կոշտ դիրքնշում ունեին, որ իրանցիները մերժում էին բանակցությունները, որ բանակցությունները բանը ձև էին, բայց իրականում իրանք ուզում էին պատրաստվեին ատոմային զենք ստեղծեն, իրանք են հայտարարել։ Այսինքն մինչև այդ էլ փորձագետները 8-10 այդպես փաստաթուղթ է դրվել Թրամփի առջև, որ մի սկսի այս պատերազմը։ Պարզվեց, որ տեսեք, պարզվեց, որ 18-ը հետախուզական կառույցներ։ Այո, ասել են ոչ։ Եվ եզրակացություն եղել, որ պետք է չմտնել պատերազմի մեջ։ Օմանի արտգործնախարարը հատուկ պարզվում է, որ եկել է Վաշինգտոն, հանդիպել է Թրամփի հետ եւ խնդրել է, որ Իրանը ունի որոշակի զիջումների հնարավորություն, նույնիսկ քննարկվում էր, որ մինչև այդ հարստացման տոկոսը կհասնեն մինչև 20%-ի ոչ ավել, եւ ըստ էության մի շարք դիվանագետներ արաբական երկրներից, օցի երկրների, որոնք չեն իրենց անունները տալ, տվել են ամերիկյան լրատվամիջոցներին այն տեսակետը, որ իրանք էլ են հաստատել են, որ Իրանը պատրաստ է գնալ
կոմպրոմիսի բանակցների հետ կապված, բայց Քուշներն ու բանը Վիտկոֆը ամեն ինչ արել են, որ այդ կոմպրոմիսը չլինի։ Օմանի այդ ներկայացուցիչը շատ կոնկրետ հայտարարեց, որ բոլոր այդ պայմաններին գրեթե այսպես 80-90% իրանական կողմը համաձայնության եկել абսուրդ է։ Ես կարծում եմ, որ Տրամփի վրա ազդել է նաև երկու գործոն։ Բացի այդ իսրայելական գործոնից նաև ազդել է հետևյալը։ Ինքը որ Մադուրոին որ կանոնավորեց, ոգևորվել է, հա։ Ինքը ոգևորվեց այդ գործոնից։ Եվ երկրորդը, երբ որ Իրանում սկսեցին դժգոհ բողոքի ցույցեր այս տարվա հունվարին, շատ մեծ բողոքի ցույցեր, այդ աստիճանի բողոքի ցույցեր երբևիցե չէր արձանագրվել Իրանի վերջին 40 ավելի քան 40 տարվա ընթացքում։ Եվ իրեն համոզեցին, որ Իրանի հասարակությունը պատրաստ է փոփոխության։ Եվ ինքը համարեց, որ այդ փոփոխության, եթե ինքը կարողանա Իրանի խնդիրը լուծել, տեսեք ինչպես որ Մադուրոյի խնդիրը հեշտությամբ լուծեց, չէ՞, Կուբայի խնդիրն է փորձում լուծել։ Ինքը տեսա, որ եթե ինքը մտածեց, որ կարող է հեշտ լուծի, Իրանն էլ հեշտ լուծի, եթե ինքը հեշտ լուծի, ապա ես ասեմ ձեզ նույնիսկ չի բացառվում եւ այդպեսի քննարկումներ կան, բայց ոչ շատ հրապարակային, որ Տրամփը կարող է հայտարարի, որ ինքը երկրորդ սրոք կարող է գնա, երկրորդ անգամ կփորձի դառնալ նախագահ, որովհետեւ ինքը համարում է, որ 20 թվականի ընտրությունների ժամանակ իրեն խաբել են, իրեն ընտրախախտումներ եղել եւ անօրինական են զրկել իրեն նախագահի, այսպես ասած, պաշտոնից եւ քանի որ այդպես է, ինքը փորձում է այդպեսի խոսակցություններ կան, Ես այդ խոսակցություններին ինչ եմ հավատում, որովհետեւ տեսեք, պաշտոնապես մենք բոլորս էլ գիտենք, որ եթե ինքը նախագահ է, հաջորդ ընտրությունների ժամանակ հանրապետական կուսակցությունից պետք է լինի փոխնախագահ։ Այդպեսի ամանդույթ կա Վենսը, չէ՞։ Բայց իր շրջապատում կա արդեն վեճ Վենսի եւ նեոկոնների Ռուբիոյի միջեւ մագա շարժման եւ նեոկոնների միջեւ, ընդ որում մագա շարժման 90%-ը կարող եմ ասեմ, կատաղած է եւ խիստ բացասական է տրամադրված Տրամփի այս որոշման հետ պատերազմ սկսելու եւ փաստացի արդեն ինֆորմացիա կա եւ Տրամփն էլ հաստատեց, որ Վենսը նույնպես դեմ էր այս պատերազմին։ Ինքը հայտարարեց, որ ինքը փիլիսոփայորեն մի քիչ այլ ձևեր նայ, ինքը չէր համաձայնվել։ Եթե հիշում եք, հաստատ հիշում եք, պարոն Ղոզյան, դուք այստեղ մի տեսա ձայնագրություն էիք բերել եւ անպայման պահանջեցիք, որ դա ցուցադրենք, Նիկիտա Միխալկովի իր հաղորդման ժամանակ էր դա ցույց տվել եւ էությունը ըստ էության այն էր, որ գլոբալիստները հրապարակ են բերում այն այլասերվածների, որոնք պատրաստ են բոլոր կարմիր գծերը անցնել։ Հիմա ես ինչու եմ անդադպատատվում եւ գալիս եմ այդ Էփշտեյնի եւ պայմանական ասած իզուր չէ, որ Իրանից էլ հրթիռներ էին արձակում եւ գրված, որ այդ հավաքական Էփշտեյնն են եւ հրապարակ եկավ նաեւ այս փաստաթուղթը։ Հիմա կարող ենք ասել, որ աշխարհը մեծ հաշվով ինչ որ մի հատ գեր ուժեր են, չգիտեմ ինչ, այդ գլոբալիստները դրել են այն մարդկանց, որոնք բոլորը պատանդ եւ գերի են իրենց այլասերվածությամբ, ինչ որ կարմիր գծեր խախտելով եւ այսօր գնում են այդ ավելի Տրամփը գլոբալիստ չէ։ Տրամփը Բայց ինքը գերի է, պատանդ է, ինքը Էփշտեյնի ցուցակում է, հայտնի ցուցակում է մանկապղծություն, երեխաներին ուտել էսպիսի բաներ կա։ Տեսեք ինչի մասն է խոսքը։ Այդ հրեական շրջանակները նույնպես դեմ են գլոբալիստներին։ Հիմա ես ասեմ ինչ պատճառը ինչի մեջ է։ Բանը կայանում է նրանում, որ այդ հրեական շրջանակները, կարող նացիոնալիստ հրեական շրջանակներ են, իրենք համարում են, որ գլոբալիստները, որոնք պահանջում են, որ Պաղեստինը ճանաչվի, պահանջում են, այդ ամեն ինչը իրանք պահանջում են։ Իրանք համարում են, որ գլոբալիստների պատճառով Իսրայելը կարող է վերանալ։ Իրանք դեմ են գլոբալիստներին։ Իդեպ Տրամփին երկու թև են աջակցել։ Նեոկոններն են աջակցել, խիստ պահպանողական շրջանակները, որոնք համարում են, որ Միացյալ Նահանգները պետք է, այսպես ասած, դուրս գա հակագլոբալիստական այդ բանը LGDB-ի այդ բանից այդ ամենից եւ պետք է պահպանողական արժեքներով գնա, եւ մագա շարժումը, որը ասում էր, որ ընդհանրապես Միացյալ Նահանգները պետք է նոր պատերազմների մեջ չմտնի, բան չանի եւ այլն եւ այլն։ Բացի այդ, իրեն աջակցել են նաեւ հրեական շրջանակները մեծ քանակությամբ, որովհետև այն հրեական շրջանակները, որոնք կապված են այսօրվա Իսրայելի վարչապետի հետ, ովքեր համարում էին, որ Տրամփը այն վերջի շանսն է, որի միջոցով Իսրայելը կարող է Իրանի հարցերը լուծել։ Իրանք այդպես են մտածում, որովհետև իրանք ասում են, որ Միացյալ Նահանգների ոչ մի նախագահ Ռիշճերան Իրանի վրա հարձակներ։ Եվ իրանք ասում են, որ միակ տարբերակը, որ դա կլինի, պատմական դա շանս Տրամփն է։ Եթե Տրամփը չեղավ, մյուս նախագահները չեն լինի եւ վերջը Իրանը կարող է ունենալ միջուկային զենք եւ մենք կարող ենք կործանվենք։ Սա է իրենց մտածողությունը։ Այսինքն այդ ռմբակոծությունները, որ եղավ Իրանի երեխաների, հա, դա գլոբալիստները չեն արել։ Ճիշտ հակառակը, գլոբալիստները շահարկում են այս խնդիրը, որպեսզի հեռացնեն Տրամփին։ Եվ ես կարծում եմ, որ հիմա այս Տրամփի վիճակը
օգտագործել են նաև գլոբալիստները, որպեսզի թույլատնեն իրեն եւ վերջնահարցունքում իրեն հեռացնեն իշխանությունից։ Հասկանում եք, այսինքն բայց այնպեսի բանի մեջ ենք, պարոն Բոզյան, երկու կողմն էլ աղետ է։ Գիտե։ Մենք ասենք այս կողմը գաս աղետ է, այս կողմը։ Բայց ամերիկյան ժողովրդի, տեսեք, ամերիկյան պատերազմ բերող բայց ամերիկյան ժողովուրդը, որ ընտրել է Տրամպին, այդ ժողովրդի 90%-ը կատեգորիկ մերժում էր նոր պատերազմները։ Եվ այդ իմաստով Տրամպի այս որոշումները խիստ բացասական են կալվելու, ընդամենը 27%-ն է Միացյալ Նահանգների ժողովրդի կողմ այս պատերազմին, ավելին կարող եմ ասել, այս պատերազմը եթե խորանա եւ երկարի, ապա դա բերելու է նոր համաշխարհային տնտեսական այնպիսի ճգնաժամ, որը չի եղել մինչև հիմա, որտեղ այն ճգնաժամը, որ մենք տեսել ենք 2008-2009 թվականներին, դա խաղապար է, որտեղ նա ֆինանսական ճգնաժամ էր, տնտեսական ճգնաժամ չէր։ Սա կարող է շատ ֆունդամենտալ տնտեսական, որտեղ այս տնտեսական ճգնաժամին բոլորը արդեն սպասում են, ինքը օբյեկտիվ գալիս է։ Դա պարտքերի ճգնաժամն է, այսինքն եթե փիլիսոփայական ձևակերպենք, կուշտ երկրները, եվրոպական երկրները հետ են զարգանում Չինաստանից, հարավ-արևելյան Ասիայի երկրներից, որտեղ չինացիները լավ են աշխատում, երկար են աշխատում, քիչ են ստանում, եվրոպացիները քիչ են աշխատում, շատ են ստանում, դա տրամաբանական է, չէ՞ որ հետո բոլոր արտադրությունները տեղափոխվել են Չինաստան, Միացյալ Նահանգներն ու Եվրոպան համարյա արտադրություն չի մնացել։ Սա արտադրություն տեղափոխվել են Չինաստան, այսինքն Միացյալ Նահանգների Եվրոպայի էկոնոմիկաները թղթային էկոնոմիկա են կամաց դառնում։ Չինաստանը դառնում ռեալ էկոնոմիկան։ Եվ այդ ճգնաժամը վաղ թե ուշ պայթելու է։ Եվ եթե հիմա այդ արդեն վատ վիճակ էր, եթե դրան գումարենք այս պատերազմը, երբ որ Օրմուզի նեղոցը փաստորեն համարյա փակված է, եւ որտեղ ասենք, որի արդյունքում նավթի գինը դառնում է $106, երբ որ ապահովագրական ընկերությունները արդեն չեն կարողանում այդ գումարները տան եւ ոչ մի լուրջ բանը ընկերություն իր տանկերը չի ուզենա անցկացնել նեղոցով, դա նշանակում է, որ եթե նավթի ու գազի գները բարձրանան վերև, ապա տնտեսական ամբողջ ինչ է կանխատեսում, Ֆարոզյան, ինչ կլինի։ Կանխատեսում հետևն է, եթե այս պատերազմը չեն դադարում եւ նաեւ Լարիջանի մահը, խնդրեմ եք գնահատել։ Եթե այս պատերազմը շարունակվի, համաշխարհային գլոբալ տնտեսական ճգնաժամ կառաջանա, ֆունդամենտալ ճգնաժամ կառաջանա, աշխարհը կմեղադրի դրան Տրամպին եւ հրաներին, եւ արդյունքում խիստ բացական process-ներ կգնան ամբողջ աշխարհում այդ ինչ գազան չուներ, գազայի ցեղասպանությունը այդ բանը չուներ, չէ՞։ Դա չազդեց, որտեղ գազային տեսեք, տնտեսապես այդպես որտեղ բանը Ֆրանսիայի եւ Անգլիայի կամ գերմանացու վրա գազան չի ազդել ոչ մի ձևի, բայց որ ֆրանսիացին, գերմանացին եւ անգլիացին սկսեն վատ ապրել։ Իսկ այդ հաշվարկը չէին արել, որտեղ իրանք ինքն ինֆորմացիոն բանի են տիրապետում, որ այս անգամ էգզիստենցիալ հարցի առջև են կանգնեցրել, այսպես թե այնպես իրանցի ժողովրդին, իրանք ծայրահեղ քայլերի գնան։ Եւ ծայրահեղ քայլը 12 երկիր ռմբակոծում են դաշնակից եւ փակում են, չէ՞։ Իրենք հաշվարկը ինչով է, իրանք մտածում են, որ իրանցի ժողովուրդը հեսա կհելի կապստամբի, որտեղ այս տարվա հունվարին ժողովուրդը իսկապես ապստամբել էր այնտեղ եւ պարսիկների կեսից կեսը առնվազն դժգոհ է, դե իսլամական կարգերը այդքան լավ կարգեր չեն աննարդարությամբ պետք է ասենք, ինքը մի քիչ հնամաշին կարգեր են, գեր ժամանակից 21-րդ դարին համահունչ չեն, Իրանի ժողովրդի կենսամագարտակը մեկ շնչիրա $4,500 է, Հայաստանից օրինակ 2 անգամ ավելի վատ են ապրում իրանցիները։ Մարդիկ 30 քանի տարի սանկցիաների տակ են, ծոցի երկրների կենսամագարտակը 10 անգամ, 15 անգամ ավելի բարձր կան իրանցիներինը։ Եվ այդ հաշվարկներով էր նաև ամերիկացիներն ու Իսրայելը մտածում, որ բայց լուրջ պետություն է, բայց չուներ, բա որ հանկարծ այս զարգացումը սա լինի եւ նաեւ մի երկու բան պայթեց, հա, որ տեսեք, այսպեսի կարող են փակել եւ միանգամից տնտեսական ճգնաժամ բերել եւ միանգամից այդ միֆը պայթեց, որ երբ որ դու Միացյալ Նահանգների պաշտպանական անձրևանոցի տակ ես, վերջ, դու անխոցելի ես, նաեւ դա պայթեց։ Մի քանի բան է, իրանք փաստացի այս ինք փաստացի ամերիկյան բան անվտանգային հովանոց հասկացողությունը բանը այդ մերձավոր Աֆրիկայում պայթել է արդեն։ Այսինքն հիմա ամբողջ աշխարհում բոլորը հասկացել են, որ եթե Միացյալ Նահանգները օրինակ խոստանան, որ այս երկրին իրենք անվտանգություն ապահովում, իրենք անվտանգություն ապահովել են իրենց դեսպանության եւ իրենց բազայի համար։ Այդ երկրին իրանք կկթեն, փող կտան, բան կանեն, բայց իրանք չկարողացան պահել։ Նու բազաները գոնե պահում են։ Փոցելի դարձան եւ հանեցին արեկին։ Բայց գոնե բազաները պահում են, բայց բազաներից դուրս ոչ մի անվտանգային համակարգ չի աշխատել։ Հիմա արաբական ժողովուրդներն ասում են, չհասկացանք, մենք մի 10 միլիարդավոր դոլարներ ենք ձեզ տվել, որ դուք իբր թե ապահովեք, մենք բանակներ չենք ստեղծել, ֆարկ, մենք թղթային բանակներ ունենք, թղթի վրա բանակներ են դրանք։ Մենք չենք կարող մենք դիմադրենք, բայց մենք ձեզ տվել ենք, մենք outsource ենք արել մեր անվտանգությունը ձեզ, բարձրացնում դուք մենք խափել եք։ Այսինքն սա նաև դաս է բոլորի համար, այդ նաև մեզ համար։ Երբ որ մեզ ասում են թե Ամերիկան մեզ կաջակցի, Թրամփը գալիս է, չգիտեմ դնում է, մեր ժողովրդին ասեմ, Միացյալ Նահանգները եթե հանգարց Աստված չաներ ինչ որ
մեկ ասել, որ մենք կարող ենք հովանոց ունենանք, մենք կդառնայինք ոչ թե մեզ կաջա, մենք ուղղակի թիրախ կդառնայինք։ Այսինքն ոչ թե դրական կներ, նույնիսկ բացասական կներ, չէ՞, նույնիսկ զրոյական մենք բան չէինք ունենա։ Արդեն կար այդ բանը, այդ անունը բերեկպցրել էր, այդ թրիպին բերել էր, Թրամպի անակապցրել էր, վերջացավ, Ամերիկան գալիս է։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ ընդհանրապես երբ որ մենք ասում ենք խաղաղությունը հիմնված է բալանսի ստեղ նորմալ անվտանգային համակարգ հիմնելով։ Դա միայն այդ ժամանակ է լինում երաշխավորված խաղաղություն։ Իսկ այդ խաղաղությունը, որ հիմա սրանք ասում են, դա շոու խաղաղություն է, ժամանակավոր խաղաղություն է, որտեղ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը այսպես ասած խաղաղություն։ Ես այդ հարցում եմ առանցին քննարկենք, Իրանի հարցը ավարտենք, Լարիջանի կորուստը ինչ մեծ հարված է։ Նախ պետք է հաստատվի ինքը։ Ես կարծում եմ, եթե նախագահի մակարդակով կամ պաշտպանության նախարարի մակարդակով են հայտարարել, ես նույնիսկ կրկնում, ես չեմ կարող հիմա եկեք սենց ասենք, եթե հաստատվի որ Լարիջանին սպանվել է, դա շատ տխուր բան կլինի, դա կնշանակի, որտեղ ինքը այն եզակի դեմքներ, որը ուներ բավականին մեծ հեղինակություն եւ որոշակի կոորդինացիա էր անում։ Դերևս Ռայսից հետո ամենաբան դեմքերից մեկն էր, չէ՞։ Ռայսին էր մեկ երբ։ Հիմա փաստացի կարելի ասել, որ ով է կդառնա այդ դեմքը, չեմ իրան շատ մեծ կար վստահություն կար բոլորի կողմից։ Հիմա թե ինչ կլինի, ով կլինի այդ հարցի պատասխանը ես չունեմ։ Դա բավականին գիտեք ես մի բան ասեմ, այդ պատերազմում անկախատեսելի գործոնը շատ մեծ է լինելու եւ նույնիսկ եմ ասում տա Աստված կկանգնեցնի Միացյալ Նահանգները ունի եթե այս քայլն էլ պատահական չէ որ Իսրայելը տեսնում եք ամեն կերպ փորձում է բայց ես մի հատ ուրիշ լուր էլ ասեմ որ իսրայելական զինվորականները վերջերս հայտարարություն անում որ մենք արդեն ջախջախել ենք ոչնչացրել ենք բան ենք արել դա այդ ինֆորմացիան ես ուրիշ ձևի եմ վերլուծում մտածում եմ որ եթե նման բան են ասում նշանակում են հող են նախապատրաստում կանգնեցնելու այս բանը ես ենթադրում եմ կարող է սխալվում եմ բայց եթե դա այդպես լինի որտեղ հիմա Տրամպը ճնշում է Իսրայելի վրա որ կանգնացրա որտեղ եթե չկանգնացնեց ես պրոպկայպես թռնելու եմ որտեղ եթե բենզինի գները այդքան բարձրանան ընդհանրապես այնից բան չի մնա հիմա այդ վիճակը կա ես գիտեմ որ մեծ ճնշում կա Իսրայելի վրա որ ինքը ինչ-որ ձևի փորձի կանգնացնել հիմա ես չգիտեմ թե ինչ կլինի բայց եթե այս պատերազմը չկանգնեց ուրեմն համաշխարհային տնտեսական ճգնաժամը անխուսափելի է պայթելու է եւ այդ տնտեսական ճգնաժամը մենք հայտնվելու ես մի բան էլ ուզում ասեմ որ տեսեք սովորաբար համաշխարհային ճգնաժամները զուգորդում են համաշխարհային պատերազմներ առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ մենք ստացանք ցեղասպանություն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մենք բարեբախտաբար մեծ երկրի կազմում էինք եւ այդ ցեղասպանությունից խուսափեցինք երրորդ համաշխարհային պատերազմում եթե մենք խոհեմ եւ խելոք չգտնվենք մենք կկրկնենք այն ինչ որ եղավ 1915 թվականին այսինքն սա շատ կարևոր է որ մեր ժողովուրդը ռեալ հասկանա որ մենք շատ պատասխանատու շատ լուրջ իշխանություն պետք է ունենանք որպեսզի կարողանանք խուսափենք նոր ցեղասպանությունից ոչ թե այսպեսի միա ցուցադրի եթե արդեն եկել է Մարիամ երկրորդն էլ եթե կարող է երկրորդ համաշխարհային հիբրիդային մակարդակով նոր երրորդ համաշխարհային պատերազմի առաջ եւ երկրորդ համաշխարհային պատերազմը արդեն անցել երրորդ համաշխարհային պատերազմի առաջ է կանգնած աշխարհը դա աստված դա հիբրիդային բնույթ կրի դա չլինի արդեն միջուկային զենքի օգտագործումը եւ մենք գնում ենք այս ամեն ինչին այս պատկերով Անդրանիկը շատ լավ էր ասել հա այս ավտո տեսեք այս սրանով ենք մենք գնում դուք պատկերացնում եք ասենք դուք պատկերացնում եք ալի բացի Ալիևը սա տեսնում եք կամ չգիտեմ էլի մի նորմալ մարդ մեր կողքի ինչ է կատարվում եւ այս պատկերով ավելի խայտարակ բաներ էլ իհարկե կան այնտեղ մենք գնում ենք սրանցով այս խելագար մահվան խեղկատակ ծաղրացունը չգիտեմ ինչ Թևանյանը շատ լավ ձևակերպեց եւ եկեք պիտի խնդրեմ Ալիևի հայտարարությունը մի քանի օր առաջ որ այդ խաղաղության փաստաթղթերն ինքը 5 ամիս 6 ամիս հետո ինչ է խնդրեմ Թևանյանը շատ լավ ձևակերպեց որ Ալիևը մի հայտարարությունով պայթեցրեց ամբողջ այս ավտոբուզի փուչիկը Ալիևը զարմանալիորեն ինքը փաստացի անկեղծ է միշտ ինքը հայտարարեց որ միգուցե 6 ամիս հետո ինքը կփոխի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ես ուզում եմ ասեմ որ Թուրքիայում եւ Ադրբեջանի պատկան շրջանակները լուրջ մակարդակի սցենարներ են մշակում Իրանի զարգացման հետ կապված ինչ պետք է անեն Հայաստանի նկատմամբ ես մի ինֆորմացիա էլ ասեմ աշխարհում մենք բոլորս գիտենք որ կոവിഡ്-ը վաղուց արդեն ավարտվել է բայց աշխարհի միակ երկիրը
որը դեռ փակ է պահում իր ցամաքային սահմանները, դա Ադրբեջանն է։ Այսինքն Ադրբեջանը միակ երկիրն է, որը իր սահմանները փակ է պահել եւ շատ շրջանակներ ունեն այդպես ասած կանխատեսում, թե ինչ է դարի։ Ես չեմ ուզում վախեցնել մեր հասարակությանը, բայց մենք պետք է կրկին մեկ անգամ եւս նշենք, որ Հայաստանի արչեւ հատկապես իրանական այս զարգացումների արդյունքում լրջագույն խնդիրներ կարող են կանգնել, որտեղ մենք բոլորս էլ գիտենք, որ Զանգեզուրի հետ կապված այդ Ադրբեջանի ճնշումները, բաները միշտ զսպվում էր Իրանի կողմից, հիմնականում Իրանն էր ակտիվ դերակատար, մենք բոլորս հիշում ենք այդ ամենը, եւ եթե Իրանի ուժային համակարգը կազմաքանդվի, իհարկե Իրանը հնարավոր չէ հաղթել, բայց կարող է պատահի այնպիսի իրավիճակ առաջանա, որ Իրանը այնքան թուլանա ռազմական իմաստով, օրինակ եմ ասում, թողարկիչ համակարգերի իմաստով, այդ բանի անօթաչու սարքերի թողարկիչ համակարգերի պարագայում Իրանի ամբողջ համակարգի 90%-ը գրեթե կարելի ասել ջախջախված է։ Այսինքն այս գործոնը հաշվի առնելով մենք առավել եւս պետք է զգոն լինենք այս իրավիճակի համար, մենք պետք է պահպանենք այն բալանսը, որ կա այսօրվա դրությամբ եւ Աստված չանի, ես նույնպես եմ ասում, եթե այս մարդիկ, ովքեր որ զրո պատասխանատվություն ունեն ժողովրդի եւ երկրի համար եւ զրո պատկերացում ունեն այդ ամեն ինչը, իրանք մենակ պերաշկի եւ կուկուրուզ ուտելը իրանց համար դա իրանք այդ ամենը ցույց տալով իրանք ուզում են օրինակ սա այս խելագարը ես գիտեմ որ դուք բան եք անում շատ մի վարքյան է էլի չէ ինչ է անում սա տեսեք նա դե խնդրում եմ մի վարքյան էլի ես դուք ճիշտ ասած անժելայ դուք ինձ վատություն եք անում ես ներվերը ես գիտեմ ձեր ներվերը բայց այս ժողովրդի 10%-ն է 15%-ը պատկերացրեք ինչի ինչա կատարում էլի միացանեք ում հետ եք դուք ում եք պատրաստում ինչի համար օրինակ սա ինչի համար անում եք ցանկացած հասարակության մեջ է կան այդպիսի զանգվածներ ինչի համար է անում այս խելագարությունը խելայողությունը ինչի համար է ես այդ հարցին պատասխանեմ հետևյալ ձևով երկու պատճառ կա դրա համար նախ եւ առաջ նույնպես եմ ասում ինքը արդեն հասկացել է որ հասարակության գրեթե բոլոր լուրջ շերտերը արդեն Իրանից շուռ են եկել, դուք ինքը այլևս չունի հենարան որևէ լուրջ շերտում։ Ես դա ասում եմ ձեզ ինչի որտեղ մենք որպես քաղաքական ուժ հիմա հարցումներ ենք անում եւ քանակական եւ որակական եւ տնետուն ենք աշխատում ամբողջ Երևանով աշխատում ենք եւ ասեմ դες ջախջախված է իր վարկանիշը։ Ուղղակի քանդված է, փլված է։ Ինքը դա շատ լավ գիտի։ Իրան մնացել է մենակ այն մի հատ շերտ, շատ ստորին շերտ կա, որոնք անասնական բնազդներով են ապրում բարիս բունի իմաստով, ինքը այդ շերտի վրա է աշխատում մեկ եւ երկրորդը, ասեմ կարևոր մոմենտ կա։ Երբ որ մարդիկ վախեցած են լինում, վախեցած մարդիկ ո՞նց են այդ վախը հանում։ Եթե մարդը մենակ է լինում վախեցած են, ինքը վախից կարող է մեռնի։ Որպես ինքը չվախենա, այդ իրանք սա հավաքվում են մի հատ տեղ, ավտոբուս կլինի, մեքենա կլինի, թե գրուզավիկ կլինի, կարևոր չի։ Եվ սկսում են գորգռալ, ուրախանալ իրար հետ միասին, որպես այդ վախը թուլացնեն։ Հա, սա վախի բան է, հա։ Մարդը երբ որ ծանր վիճակի մեջ անում, չէ՞։ Մարդը կամ հարբեցողությամբ է զբաղվում, կամ գնում է ուրախության մեջ ապրում, որպեսզի գոնե այդ իր ծանր հոգեվիճակը կարողանա կոմպենսացնի։ Երբ որ մարդիկ սկսում են գորգռալ եւ շեւոր սախ սկսում են իր այդ գորգռալ, այդ գոռոցը իրանց վախը հանում է։ Դա հոգեբանական շատ կարևոր խնդիր է եւ այդ իրանք այդ դրանով լուծում են այդ խնդիրը։ Եվ այդ իմաստով պետք է հասկանալ, որ այդ մարդիկ հենց դրանով են, բայց ինքը պատկերը այս մանավանդ այս իրադարձությունների ֆոնին շատ տհաճ է հանրության տեսակետից։ Երբ որ դրսից Մեր ժողովրդին եմ ուզում ասել, որ դրսից տեսնում են այս պատկերը, որ ինչա կատարում Իրանում, ինչա կատարում Միացյալ Նահանգներում, ինչ արձագանքում են տալիս Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում, Ռուսաստանում, երբ որ տեսնում են, որ Հայաստանի այսօրվա ղեկավարները այսպիսի պատկեր ունեն, մարդիկ շոկ են ապրում, օրինակ ինձ զանգում են, հարցնում են, բան ես ամոթից մեռնում եմ։ Ուղղակի ամոթից մեռնելու բան է սա։ Սա խայտարակությունը։ Այսինքն երկու բան է։ Ասենց ասեմ, հատակը մենք մտածում ենք, որ մենք արդեն հիջել ենք հատակ, բացում հատակից արդեն թթկացնում են։ Հասկանում եք, սա հատակը անվերջ է այս մարդկանց պարագայում։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս էլ հասկանանք, որ բացի այդ ամենից նաև ամոթի մոտ հսկայական վիճակ է, սա խայտարակություն է։ Սա ոնց կարա երկրի ղեկավարը։ Բայց եք նեղվում, երբ որ ես ասում եմ ոնց կարա, այդ ինչ կատեգորիա մարդ պետք լինի, որ այս ամենից հետո գնա սրանց հետևից, դուք ինձ ասում եք իրանց բան մի ասեք, ոնց պատերազմի մեջ էս խելահեղություն, խելագարություն, եւ սենց գազանի նման, կենթանու նման Անժելա ջան, կներես հանդիստացի մի բան։ Նա ես ինչ եմ ասում քեզ, էլ եկեք մենք բան չանենք։ Ինչ անենք։ Մարդ կա, չէ՞, իր հետևից գնացող մարդ կա։ Ես դրա դեզինֆորմացիա եմ տալիս, ժողովրդի ճնշող մեծամասնությունը, ճնշող
Չի ուզում Մեկ կոնկրետ ասեմ, մոտավորապես 80-85% կատեգորիկ մերժում է իրանց։ Կատեգորիկ է մերժում։ Սենց ասեմ, որ դուք իմանաք։ Իսկ ցանկացած հասարակություն վերցրեք, ցանկացած։ Ես չգիտեմ մի հասարակություն, որտեղ այսպիսի խելագարությունից հետո 10 մարդ ձայն տա։ Դուք այսպիսի բան Ես խնդրում եմ մի հատ օրինակ ասեք, ինչ որ մի երկրում ընտրությունից առաջ 8 տարի իշխանության եղած մի հատ խումբ, բանդայա խումբա, չգիտեմ ինչ, կործանել է ամբողջ երկրի կեսը, հանձնել է մաս սպանություն, սենց կենթանու նման թռվռում է եւ ձայն ունի։ Ասեք, այդպիսի մի ժողովրդի անուն։ Դուք ուղղակի չեք նայում բոլոր ժողովրդների մոտ էլ 10-15% կա։ Միշտ բոլոր ժողովրդների։ Էս հատակ ասեցի։ Հատակից այն կողմա չկա սենց բան։ Հատակից այն կողմը չկա։ Ես խնդրում եմ դուք գնացեք ուսումնասիրեք, բերեք ես շատ հետաքրքիր կլինի, մի հատ երկրի օրինակ ցույց տվեք, որ կործանել է երկիրը, հետո եկել ասես թռնում է կենթանու նման, ասում է բոլոր երկրներում էլ 10%։ Ես ձայն ունեմ։ Տեսեք, չեք լսում։ Բոլոր երկրներում էլ 10-15% ոչ ավել։ Ոնց որ մեր մոտ նույն ձևի կա, բոլոր տեղերում էլ կա։ Դու այդ երկրներին դուք չեք ուսումնասիրել։ Եթե ուսումնասիրեք, մի հատ օրինակ ասեք, որ երկիրը կործանելուց հետո խելագար ձևի էսպես արի, ձայն է ստացել, ասեք։ Ուղղակի պատահմամբ, ասեմ, ես օրինակ բերեմ, որ դուք պատկերացնեք, պատահմամբ, ասենք, հիմա այս պայծությամբ այս մարտիկ ղեկավարում են այս երկիրը, ուրիշ երկրներում շատ քիչ երկրներ կան sense վիճակի։ Ես դե դրամար ասում եմ, այս մարդիկ ձայն են ստացել, 21-ին էլ են ձայն ստացել։ Դրանից առաջ էլ պատերազմից հետո իրենց ներկայացուցիչները սեղանը, չգիտեմ, ինչ խրախճանքների մեջ էին, ինչ որ հարսանիքներ, խրախճանքներ, ու դա այսպես ցույց է տալի։ Արյունը դեռ չմարավ։ Ես մա դետալ ասեմ, որ ու պատկերացնես։ Զելենսկին մինչև ընտրության ժամանակ գիտեք ինչով էր զբաղվում Ուկրաինայում։ Միջև ընտրությունը ո՞րն է։ Մինչև 19 թվականին, որ ինքը կապիկությամբ էր զբաղվում, 19 Կավեինի մարդեր, հա, բայց Կավեինի մարդու ժամանակ որպեսի պատկերացնեք։ Դուք տեսել եք ինքը ինչ օրգանով էր բանը դաշնամուր նվագում։ Չեք պատկերացնում, չէ՞։ Հիմա այդ մարդը դառնա երկրի ղեկավար։ Բայց միջև այդ երկրի կեսը դեռ չէր տվել, հասկանում եմ ես։ Այսքան զոհեր չէր եղել։ Բայց այդ տիպի մարդը կներես։ Այդ ամեն ինչին գումարեք, որ այսքան զոհեր, այսքան երկիրը տալ, հանձնել, նորից նույն բանը շարունակել եւ վստահ լինել, որ 10 մարդ կա, որ իրաց ձայն կտա։ Ես դրա մասին եմ ասում։ Ուկրաինայում կներես մի բան ասեմ։ Ուկրաինայում մոտավորապես 1.700.000 մարդ զոհվել է, վիրավորվել է եւ անհայտ կորած։ Մեկը գրել ասում է 10 միլիոն մարդ, նման մարդկանց տեղը գժանություն։ Այ 10 միլիոն մարդ Ուկրաինայից արդեն փախել են Ուկրաինայից։ Ես 10 միլիոն եմ ասում, պաշտոնական թիվ եմ ասում։ 1.700.000 վիրավորվել է, զոհվել է եւ անհայտ կորած է եւ 10 միլիոն մարդը փախել է։ Ինքը միջի պլյուս շարունակեմ։ Բանա ինքը արդեն հիմա անօրինական նախագահ, որտեղ ընտրված չի արել։ Ինքը շարունակում է ղեկավարել, լսես փաստը բերեմ։ Պատասխանեմ։ Դուք ասում եք, որ վախի մթնոլորտ է, չէ՞, բանը վախի մթնոլորտով կարողանում են տեսեք ինչ վախի մթնոլորտ է տարածել այնտեղ ինչ է ասում Զելենսկին մի բան լինում է ասում է կտանեմ քեզ պատերազմ անգամ ռադայում ինչ արել սպառնացել է այսինքն եթե մի քիչ ավելորդ բան ձեզ պահեք պատգամավորներին ասել է ձեզ ուղարկել եմ այսինքն ինքը այդ վախով դուք ասեցիք չէ որ այդ որակի մարդիկ ինչեր մնում իշխանության դրանց պատերազմ են բերում Գերմանիայի արտգործնախարարը Բերբոկը նախկին արտգործնախարարը Պաշտոնապես հրապարակավ հայտարարեց, որ թեև ինձ ընտրել են Գերմանիայի քաղաքացիները, բայց ես շարժվել եմ Ուկրաինայի ազգային շահ վերջտե Գերմանիայի։ Պաշտոնապես եմ ասում, ինքը արտգործնախարար մակարդակով նման բան հայտարարեց։ Կամ Մեծ Բրիտանիայի վարչապետը մի հատ կապիկ Ջոնսոնը, որը այս պատերազմի Բորիս Ջոնսոնը, որ ամեն ինչ արեց, որ չպայմանավորվեն եւ Ուկրաինան պատերազմ լինի։ Որպեսի դուք բանը տեսել եք, չէ՞, բանի։ Կարասոնը կար, չէ՞, բանի։ Ես կասեմ, որ այնտեղ մարդկանց զոհեր եւ հայրենիքի կորուս չի եղել, որ ասեն դե լակոտներ են, բոմժեր են, թո թռվռան։ Այստեղ ահռելի ազգային ողբերգություն, ինչ է եղել։ Ինչ է եղել, Մեծ Բրիտանիան շարունակվա, որ երկիր ուզում է, ինչ ուզում անում է։ Ինչ է եղել Մեծ Բրիտանիան։ Դառնա երկրի ղեկավար։ Այո։ Այո, դե մենք դրա մեջ ենք, աշխարհը դրա մեջ է։ Բայց 1000 տարվա պետականության փորձ ունի, 30 տարվա պետականության փորձ։ Դե դրա մեջ շփրտեցին, չէ՞ չմնաց։ Բան չունեմ ասում։ Ամենատեպը շփրտեցին, այնպես չի որ ինքը երկար ժամանակ արածա։ Հիմա հունիսի 7-ին էլ սրա ժամանակն է։ Ես չգիտեմ, դուք որ հիմա արդարացնում եք, ասում եք էլի 10% ինքը ձայն ունի կամ 3% ձայն ունի, էսա աբսուրդ էլի։ Անդելա ջան, ես նույնպես եմ գրում, մենք պետք է ընդունենք հետեւյալը, որ ժողովրդի մեջ կան տարբեր տեսակետներ, տարբեր շերտեր Եվ բարեբախտաբար կարամ ասեմ, որ այս կապիկությունը արդեն աջակցվում է ընդամենը 10-15%-ի կողմից եւ այդ ցուցանիշը բոլոր երկրներում այդ ցուցանիշը կա։ Բոլոր երկրներում էլ քաղաքական կապիկները ունեն 10-15%, բոլոր տեղերում այդպես է եղել։
բոլոր Ռուսաստանում էլ այդպես եղել, Ուկրաինայում, պարզապես մեր բախտը չի բերել, որ այդ շերտի ներկայացուցիչը Հայաստանում ղեկավարում է։ Նույն բանը ղեկավարներ, ասենք, բանը Վրաստանում 15 տարի առաջ այդ մարդներ ղեկավարում։ Շատ լավ։ Տեսեք, դուք շատ լավ լոզունգ առաջ տարաք, որ երաշխավորված խաղաղություն, դա ձեր կարգախոսն է, ես շատ ուրախ եմ դրա համար, որ հիմա տեսնում եմ դա տարածվում է, մյուսներն էլ օգտագործում, որ այո, շատ ուրախ եմ, ես տեսա, որ մի քանի ուժեր արդեն ասին, ասեմ, որ պարոն Բոզոյանն է, այո, երաշխավորված խաղաղության։ Երաշխավորված խաղաղության։ Ես մի բան էլ ասեմ, Անժելա ջան, ուրեմն ուրբաթ օրը 3 օր անց մենք ուրբաթ օրը պրեզենտացիա ենք անում Մայր Հայաստանի 10 կետերը, որտեղ այդ երաշխավորված խաղաղության առաջի կետն է լինելու, որտեղ մենք մեր հասարակությանը ներկայացնելու ենք, թե մենք ինչ ենք առաջարկում, ոնց պետք է երկիրը զարգանա մոտակա 5 տարվա ընթացքում։ Այդ կետերը մենք ընդունել ենք, այդ կետերը հետո մենք քննարկելու ենք նաև առաջարկ Հայաստանի ծրագրի հետ, Ծառուկյանի հետ միասին եւ վերջնական արդեն ապրիլի սկզբին մենք հանդես ենք գալու արդեն ամբողջական ծրագրով, բայց այդ 10 կետերը մենք 3 օր հետո ներկայացնելու ենք։ Շատ լավ, մենք դրանից հետո կետարկետ խոսենք։ Այդ ես խոսք եմ տալիս, որ մյուս 3 շաբթի այդ կետերի մասին առանձին խոսենք։ Մեկ այլ հարց ունեմ։ Տեսեք, հիմա շատ լավ էր Անդրանիկը կարևոր մի բան էլ ասեմ, որ այդ երաշխավորված խաղաղությունը ես շատ ուրախ եմ, որ իսկապես դա արդեն ընդունվել է ընդդիմադիր գրեթե բոլոր շերտերի կողմից եւ շրջանակների կողմից, որտեղ սա բանը վեր կուսակցական, վեր քաղաքական կարգախոս է եւ Հայաստանը այլ ընտրանք չունի երաշխավորված խաղաղությունից խուսափելու, որտեղ այն ինչ որ հիմա ներկայացվում է դա ոչ մի կապ չունի խաղաղության հետ, հարգելի ժողովուրդ, այս խաղաղությունը շատ կարճաժամկետ է լինելու եւ զարմանալի, բայց Ալիևը նաեւ դրա մասին խոստովանում է։ Ալիևը ասում է, որ ես իմ սահմանները փակ եմ պահում ցամաքային, սպասում եմ, որ այս մարդը ընտրվի, որ հետո արդեն լուծեմ այս երկրի խնդիրը։ Մարդը բացահայտ է ասում սա։ Եվ այս իմաստով նաև մեր ժողովուրդն էլ արդեն ճնշող մեծամասնություն շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում, եւ բոլորն էլ հասկանում են, որ խաղաղությունը Ալիևի վստահության վրա չի կարելի հիմնել։ Խաղաղությունը պետք է լինի միջնորդ ինստիտուտի միջոցով։ Խաղաղությունը պետք է լինի երաշխավորված, այսինքն պետք է լինի պարզ երաշխավոր։ Տեսեք, ես մի օրինակ բերեմ, որ պատկերացեք երկու քաղաքացի վեճ ունեն բնակարանի շուրջ, չէ՞։ Այդ վեճը լուծում են դատարանում։ Դատարանն է որոշում, թե այդ բնակարանի այդ մասը ում է պատկանում։ Եթե դատարան չլներ աշխարհում, իրանք պետք է որոշեին իրար վրա դանակով կամ մարդասպանությամբ, չէ՞։ Ուրիշ տարբերակ չկա։ Նույնը միջազգային պրակտիկայում է։ Եթե կա վեճ երկու երկրների միջև, այդ վեճը պետք է լուծվի, այսպես դատարանում։ Հիմա կոնկրետ, քանի որ միջազգային դատարանը այս դեռ չի ձևավորվել ամբողջ համաշխարհային միասնականությունը չկա։ Այդ դատարանի դերը կատարում են որոշ երկրներ։ Օրինակ ռուս-ուկրաինական այդ բանակցային process-ը որ գնում է, երկար ժամանակ այդ պատերազմը չի կայանում, որտեվ երաշխավոր ինստիտուտի շուրջ վեճ կա։ Դրա պատճառով Եթե դուք նկատել եք երկար ժամանակ հիմա Միացյալ Նահանգները միջնորդարված աշխատում են մի խնդրի շուրջ, թե ով պետք է երաշխավոր դեր կատարի այդ բանի շուրջ։ Դա շատ կարևոր խնդիր է։ Եթե երաշխավոր ինստիտուտը չլինի, ուրեմն այդ թուղթը, որ իրանք ստորագրում են, գրոշի արժեք չունի, զուգահեռ թղթից ոչ մի բան չի տարբերվի, հարգելի ժողովուրդ։ Եվ սա կարևոր է, որ եւ քանի որ այսօրվա վարչապետը շատ լավ գիտի դրա մասին, բայց գիտի, որ ինքը օբյեկտիվորեն չի կարա երաշխավոր ինստիտուտ բերի, որտեղ չկա այդպիսի իրա ուղեգծում չկա նման բան։ Ինքը ստիպված ապավինում է Ալիևին, ինքը ասում է հարգելի Ալիևից, արի մենք խափենք այս ժողովրդին ժամանակավորապես, որպեսզի ես կարողանամ վերընտրվեմ, հետո ինչ ուզում ես արա, բայց հիմա մինչև հունիսի 7-ը խնդրում եմ սուր բաներ մի հայտարարի, բայց ինքը ներվայնանում է, որ այն բանը, որ Ալիևը նույնիսկ այդ չի դիմա, ճիշտ է, ինքը բենզին է ուղարկում բան։ Ես ասեմ ինչի, որտեղ ընդեղ էլ վեճ կա։ Ընդեղ Ալիևը ասում է, որ Ադրբեջանում երկու տեսակ կա։ Մեկը ասում է, արի նենց անենք, որ օգնենք Նիկոլ Փաշինյանին, ընդեղ իրա վրա ճնշում է Թուրքիան, ասում է մաքսիմալ նենց արա, որ օգնենք, որ Նիկոլ Փաշինյանը մնա։ Ավելին, ոչ միայն Թուրքիան է ճնշում, այլ նաև Եվրամիությունն է հորդորում, ասում է դու գիտես ինչ նենց արենք, որ Նիկոլ Փաշինյանը հաղթի։ Դա մեր համար շատ կարևոր է, եթե Եվրամիության համար Նիկոլ Փաշինյանը կարևոր է Ռուսաստանի դեմ ֆորպոստ, ապա Թուրքիայի համար կարևոր է, որ Հայաստանը հետո հեշտ վերացնեն։ Շատ տարբեր իրանք տարբեր նպատակներ ունեն, բայց ժամանակավորապես համընկել է Նիկոլ Փաշինյանի շուրջ։ Բայց Ալիևը Ադրբեջանը մի հատ ուրիշ թեւեր կա, որ ասում է, որ մենք այնուամենայնիվ համարում ենք, որ հայ ժողովուրդը խո վերջնականապես խելագարված չի, որ այս մարդը ընտրի։ Համար մենք, ինքը ասում է, դրա համար մենք պետք է նենց անենք, որ
ով էլ որ ընտրվի Հայաստանում, փորձենք իրանց հետ լեզու գտնենք, որպեսզի բան անենք, իրենք այդ տեսակետն են ասում։ Եվ քանի որ դա տենց է, օգտվելով այս մարդուց մաքսիմալ հիմա զիջումներ կորզենք մինչև փաստի առաջ կանգնացնելով, իմանալով որ ինքը չի ընտրվելու, որ հետո հաջորդ իշխանությունը որ գա, հաջորդ իշխանությունը թույլ չտանք, որ ինքը հետ ֆրսնի այն բաները, որ մենք արդեն կորզել ենք։ Օրինակ տրիպի այդ գաղափարը արդեն դժվար է հետ ֆրսնել, արի օբյեկտիվ լինենք, հասկանում եք։ Հիմա ինքը ասում է մաքսիմալ ավելի տենց բաներ կորզենք, որպեսզի հետ էս է իրանց մոտեցումը։ Դրա համար ինքը ակնհայտ ասում է 6 ամիս հետո մենք փոխելու ենք մեր տեսակետը։ Մի հատ նորից, հա, ուրեմն տևական ժամանակ Նիկոլը խափում է, որ խաղաղություն են բերել, մարդ, որ 4 պատերազմ է բերել, կարողացել է, չէ՞, միջև հիմա խափել։ Եթե ինքը այդ աթոռին նստած է, հաջողել է իրեն։ Իր գործընկեր ում հետ որ գնում է պայմանավորվելու, ուրեմն մեր տարածքից, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս չի եկել, ճիշտ է։ Մեր օրակարգում, մեր Ադրբեջանի, տեսեք, այս մարդը ժամանակին ասում էր, որ 18 թվականին եկավ, ասեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ես փոխելու եմ բանակցային ֆորմատը, ես 0 կետից եմ սկսելու իմ, եւ հետո հայտարարեց, որ պետքա այնպիսի համաձայնագիր լինի, որը բխի Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովուրդների շահերից։ Մենք տեսանք, թե ինչ 0 կետ, իր 0 կետը դարձավ Ղարաբաղի ոչնչացումը, ընդորում ինքը հետեւողականորեն տարավ այդ գծով։ Սկզբից ինքը գցեց ռուսների վրա, հետո հասկացավ, որ դա արդեն շահավետ չի։ Ինքը հայտարարում է հիմա, որ մենք Ղարաբաղը հատուկ ենք հանձնել, որպեսզի լեզու գտնենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինքը չէր թաքցնում արդեն դրա մասին։ Դրա համար ինքը ցեղասպանության հետ կապված գիծնատանում, ասում է արդեն այլևս Արցախ տերմին պետքա չօգտագործենք պետական մակարդակով, ընդհանրապես Ղարաբաղցիների մասին պետք է մաքսիմալ մոռանանք, որպեսզի Ալիևը մեզ հանգարց վնաս չտա։ Այս ամեն ինչը սաղ մի գիծ է եղել հենց 2018 թվականից։ Դրա վերջնական կանգառը Հայաստանի ոչնչացումն է, ժողովուրդ ջան։ Սա ասենց ասեմ, թե ինչ է ստանալու ինքը, ինչ են ակնկալել ինքը ստանալու համար, ես ուզում եմ հիշեցնեմ Թուրքիայի նախկին վարչապետ Թանսու Չիլլերի խոսքերը, որ ինքը ասում էր, որ հայրին կարելի է հաղթել փողով գնելով։ Ինքը ասում էր, որովհետև մեր փորձը հայերի հետ երկար պատմության փոթորկուց է տվել, Թանսու Չիլլերը, որ հայերը փողասեր ժողովուրդ են։ Փողի դիմաց իրանք իրանց հայինը կվաճառեն։ Այսինքն Զատուլինի ասածը կարող է օրակարգ գալ, որ 5 միլիարդ կասկածներ տվել են Նիկոլին եւ առել են Նիկոլին։ Տեսակետն է, Արցախի դիմաց։ այո, տեսակետն է, որ հայերը իրանք նույնիսկ ինքը Թանսու Չիլլերը նույնիսկ անվանել է հայերին գյաուրներ, այսինքն անհավատներ։ Այսինքն հայ ժողովուրդը դա անհավատ ժողովուրդ է, ովքեր որ փողի դիմաց պատրաստ են ծախեն իրանց հայրենիքը եւ իրանք ասում են, որ մենք ժամանակի ընթացքում փուլ առ փուլ մենք տենց մարդկանց միջոցով կարողացել ենք նվաճել Հայաստանը։ Վերջում էլ ցեղասպանության արդյունքում ինքն է ասում, մենք դրան հասել ենք նաև փուլային իմաստով, եթե ես հիմա մի քանի դատալ, պրոստը ամանչում եմ այդ դետալները բերեմ, թե ցեղասպանության ժամանակ ում ոնց են առել։ Էդ էլ մեր պատմաբանները չեն ներկայացնում, թեև ես այն կարծիքին եմ, որ նոր իշխանության ձևավորման ժամանակ մենք բացահայտել ենք նաև մեր կեղտոտ էջերը։ Որտեղ այդ կեղտոտ էջերը մեզ պետք են, որպեսզի մենք այդ կեղտոտ էջերի մեջ տեսնենք, թե մենք ինչ մարդիկ ենք ունեցել եւ ինչի դիմաց են իրանք նպաստել ցեղասպանության համար, որը մինչ նույնց եմ ասում, փակված թեմա է հիմա։ Միադուկ եկեք իշխանության այս ժամանակակից դավաճաններին երկիր ծախողների հարցերը լուծեք, հետո կգնաք 100 տարի հետ այդ հարցերը հրապարականեք։ Դուք էլ չեք ասում, պարոն Բոզոյան, որ ասենք գալու ենք այս ժամանակակից դավաճան 5 միլիարդով երկիր ծախող սրիկաների հարցերը լուծենք։ Տեսեք, հիմա ես մի հատ ուրիշ բան էլ ասեմ, ես ուզում եմ որ հատուկ բոլորը իմանան, որ այնուամենայնիվ այս ամեն ինչի համար մենք պետք է չգնանք նոր պարակտման մեր ժողովրդի մեջ, որովհետև ցանկացած իշխանություն ինքը որ պետական համակարգ ձևավորում է, ստացվում է այնպես որ ժողովրդի մի զգալի մասը պետական համակարգի մեջ ներգրավելով աշխատելով, այդ մարդիկ խո մեղավոր չեն որ այդ ամեն ինչի մեջ։ Ցանկացած պետության մեջ էլ համակարգը կա։ Հիմա այդ համակարգի դեմ աշխատելը դա կլինի ոչ միայն հիմարություն, այլ կատաստրոֆա։ Եվ դրա համար մենք ասում ենք, եւ Ծառուկյանն է ասում, եւ Թևանյանն է ասում, եւ ես եմ ասում, որ իշխանության գալուց հետո մենք պետք է վերականգնենք մեր մոտ համերաշխության մթնոլորտը։ Սրիկա դավաճանները իրանց պատասխանը պետք է ստանան, ու շատ լավ է, որ երեք Ռոբերտ Քոչարյանը դրա մասին խոսեց։ Շատ լավ է։ Խոսքը չի վերաբերում այն փոքրիկ խմբակի մասին։ Հա, դա է դու։ Ամբողջ խոսքը վերաբերում է մեր հասարակության պետական ծառայողների, ԿՊ շարքերի, միջին եւ ցածր շարքերի մասին է խոսքը։ Այն մարդկանց, ովքեր որ ակամայից, անկախանությունից
հայտնվել են sense ծուղակի մեջ եւ իրանք ստիպված են այդ վիճակի մեջ հայտնված։ Պարոն Բոզյան, մարդկանց հետ պետք է մենք ընդհանրապես լեզու գտնենք, որտեղ դա օբյեկտիվ անընդհատ դա հրապարակ է գալիս եւ մեկ անգամ եւս ամեն ինչով եւ գործողություններով եւ վարկագծով եւ հայտարարություններով անընդհատ Ադրբեջանը ցույց է տալիս, որ ոչ մի խաղաղություն չի լինելու։ Ճիշտ է, հենց հիմա է թարմ բան։ Մի քանի օր առաջ Ալիևն ասեց, ես ինչի մասին եք խոսում։ Ես 6 ամսից այդ ամեն ինչը վերանալու եմ, այսինքն դե զերքով ամտնելու, ռումբերա անելու, փրթելու եմ, ինչ անելու, սակա հարցս հնչեցնեմ, հա, պարոն Ղոզյան, եւ այսպես 6 տարի շարունակ, հա, 20 թվականից այս ամեն ինչը տեղի է ունենում։ Ինքը ամեն օր կրկնում եմ ու չեմ հոգնելու, ինքը 20 թվականից ինչ առաջ եկավ, դրանից առաջ խաբեց, Արցախը մեր հայրենիքն է, Արցախի անվտանգության երաշխավորն ենք եւ այլն, բայց պատերազմից հետո մոտավորապես սա եկավ, չէ, Արցախի կեսը դե տալիս ենք, 70%-ը սիրելի հայրենակիցներ հիշում եք, չէ, առանց մեկ փամփուշտ ուղակի, տալիս ենք կեսը, որ Արցախի մյուս կեսը պահենք, ճիշտ է, որ պատերազմ չլինի։ Հետո ասեց, չէ, այդ թարմացնենք, էլի, հետո ասեց, ինչ ենք անում, որ այդ կեսը պահենք, մենք այդպես Սյունիքու այդ միջանցք բան ենք կորցնելու։ Եկեք ամբողջ Արցախը տանք, ճիշտ է, որ պատերազմ չլինի։ Հետո պարզվեց այդ Սյունիքը բարձունքներով բան ամբողջ ասեց, դե ձայն չհանեց, բայց տվեց, որ պատերազմ չլինի։ Մի բան, մի բան պատմություն բերեմ, ոնց է շարունակում մնալ։ Ասեմ ձեզ։ Ուրեմն 15 թվականի մեր ժողովուրդն հիմա մի հատ փոքրիկ դետալ բացեմ, բայց շատ չբացեմ։ 15 թվականի ցեղասպանության սխեման գիտեք ոնց է գնացել։ Այս յուղը չի մասնակցել նրան, այս փրթել են, ուրեմն հետևյալն է եղել։ Թուրքական իշխանությունը ինքը փորձել է որոշակի գյուղապետերին ասել է, որ դուք պետք է չմասնակցեք ապստամբության մեջ, որովհետև եթե դուք մասնակցեք, մենք ձեզ բան, եթե դուք չմասնակցեք, մենք երաշխիք ենք տալի, որ դուք անվնասեք մնալու։ Ուրեմն բաժանիչ որ տիրես մոդելով ինքը տարանջատելով ամենադաժան ցեղասպանությանը ենթարկվել են այն գյուղի բնակիչները, ովքեր որ նպաստել են այդ թուրքական իշխանության քաղաքական ամենադաժան։ Ես հիմա օրինակներ չեմ ուզում բերեմ, բայց շատ վիրավորական դեպքեր, շատ նվաստացիչ էլեմենտներ կան, որ ներսնոյից եմ ասում, այս մեր ժողովուրդը պետք է այնուམ այս ճշմարտության հետ արարեսվի, որպեսզի հասկանա, որտեղ եթե ժողովուրդը չի արարեսվում, ինքը հետևություն չի կարողանում անի։ Իսկ մեր պատմաբանները կեղծ բանի իմաստով որ մենք թույլ չտանք ինչի չի ուզում վախենում է դրա մասին մտածել ինքը արդեն մեր ժողովուրդը վախենում է դրա մասին մտածել որ արդեն ինքը ասելու է ձեզ տալիս է որ պատերազմ չլինի ժողովրդին ներկայացնում են պատմաբանները քաղաքական գործիչները նախ այդ քաղաքական գործիչներն ու պատմաբանները կեղծ մարդիկ են, որոնք ձևակերպել են։ Բայց դրանից առաջ մեր ամենաազգային մեծ գրողը Թումանյանը պարզ բանը չէ, ասել է, էլի, կեսի տալիս է։ Մեծ գրող է։ Իսկ այս պատմաբաններն ու իբր թե գործիչները վերնախավ կոչեցանները, որոնք կեղծ են իրանց էությամբ։ Իրանք դա կոծկում են այդ ամենը, մտածելով որ դա կարող է պատահի վնասի մեր վարկանիշին, մեր իմիջին, ժողովուրդը կարող է հիասթափի իրանից բան։ Այդ կեղծությունը դա համար մեր ժողովրդին այս վիճակի մեջ է թողել։ Ոչ մի առողջ պինդ ժողովուրդ այդպես չի շարժվում։ Բոլոր առողջ ժողովուրդները իրանց պատմաբանները ամենադաժան իրանց պատմության էջերը բացել են։ Տեսեք թե ռուս պատմաբանները ոնց են բացում իրանց պատմությունը, մինչև վերջ քրքրում են։ Անգլիացիները ոնց են բացում, ֆրանսիացիները ոնց են բացում, գերմանացիները քրքրում են մինչև վերջ։ Դրա մեջ դրանք առողջ ժողովուրդներ են, պինդ ժողովուրդներ են։ Պինդ ժողովուրդը չի վախենում իր անցյալի լուսաբանելու։ Իսկ վախկոտ հիվանդ ժողովուրդներն են վախենում են։ Իսկ այս վերնախավ կոչեցյալը դա դուք հասկանում եք որ այս վերնախավի պատճառով մենք sense վիճակի մեջ ենք։ Մի հատ պարզունակ հարց տամ, հա, հիմա որպեսզի ավելի պարզ լինի։ Մենք իմիջիալոց հարցումներ են անցկացնում եւ այն շերտը որ ասում են Նիկոլին, իրենք բոլորը հակառուս են հիմնականում 90 քանի տոկոսը իրենք հակառուս են եւ չգիտեմ հիմա ոնց են իրենք պատկերացնում եթե վաղը մեր բանակը այս ավիրված վիճակումա չկա պաշտպանություն չկա ասма խաղաղության թուղթ են բերում 4 պատերազմ բերող մարդը որ այդպես խափելով եկել է վաղը ես մի քանի անգամ եթերում սրա մասին խոսել եմ որ մոտավորապես 12 տարի առաջ իրենց գլխավոր մոլան ասել էր որ որպեսզի դուք գնաք դրախտ այդ անհավատների բանը լավ հիշեցիք գյավուրների մատխաշների հետ որ ամուսնանաք դուք կգնաք դրախտ Ես ասեմ, որ այնտեղից մեծ վաղ սարսափ զանգեր բան, որ շատ հայ ընտանիքներ դուրս եկան, ովքեր մանկահասակ աղջիկ երեխաներ ունեն, դուք պատկերացնում եք եթերից գլխավոր մոլան այդպիսի բան է Ստամբուլում հայտարարում, դուք գնացեք, հիմա վաղը, եթե այս շատ ավելի խրող ձայնով ասում է, որ դուք ազատ եք մտնել Հայաստան,
այդ գավուրների մանկահասակ երեխաներին, աղջիկներին վերցնում եք եւ բերում եք։ Տղաներին էլ ոնց որ 24 թվականին, մի անգամ էլ 42 թվականին հավաքել են բոլոր մեր պատանի տղաներին, տարել են եւ տղամարդկանց, ունեզրկել են եւ ուղարկել են թուրքական բանակ, որպես ներողություն բարիս համար համբարներ հագցրել են մոխրագույն հագուստ, անգամ չծառայել, այդ իրավունքն էլ չեն տվել, որ դուք պիտի այնտեղ կեղտոտ գործ անեք։ Եթե այսպիսի որոշում կայացնի Ադրբեջանը, որ մտեք եւ հավաքեք այդ աղջիկ երեխեքին, կամ այդ ով է մեզ պաշտպանելու, որ հիմա Նիկոլ ասում է, մենք գնում ենք այս թղթով, չգիտեմ ինչ թղթով, խաղաղությամբ։ Ես նույնպես եմ կրկնում ես ավելի բան եմ բացատրում, որ տեղ հասնի։ Չէ, դրա իր էլեկտորատը 10-15% է։ Այդ 10-15%-ն է, բայց 10-15%-ն էլ իրանք, ասենց ասեմ, իրանք ոչ թե մտածում են, իրանք սենց ասեմ, իրանց մտածողությունը ուրիշ է, իրանց իրացիոնալ մտածողությունը։ Ինչ են մտածում, ով պիտի իրանց պաշտպանի։ Ալիևը երեք չառաջան ասել է գալու եմ հարցերը լուծեմ 6 ամիս։ Իրանք ապրում են ատելության մտնոլորտի մեջ, որտեղ նախկիններն եկել են իրանց այս կոմեկում։ Իրանք իրանց մոտ իրացիոնալ պատկերացումների մեջ են ապրում։ Իրանց մոտ ուրիշ մտածողություն, իրանց մոտ ռացիոնալ պատկերացումներ չկա։ Իրանք ռացիոնալ մտածողություն չունեն։ Դա համար իմաստ չունի իրանց մասին քննարկել, բայց մեր ժողովրդի 85%-ը իրանց պետք չի, իրանց հնարավոր չի բացատրել։ Բայց մեր ժողովրդի 85%-ը շատ լավ հասկանում է։ Շատ լավ հասկանում է, որ մենք տեսել ենք, թե մեր պապերի հանդեպ ինչ ա եղել 15 թվականին, եւ նույնը կարա կրկնվի հիմա, մանավանդ որ հիմա արդեն ամեն մի ժամանակ նոր ձևի է դա կատարվում, չէ՞։ Հիմա ես նույնպես եմ ասում, Ադրբեջանը աշխարհի միակ երկիրն է, ես ուզում եմ ժողովրդին նոր ասեմ, որ կոവിഡ്ից հետո փակած է պահում իր ցամաքային սահմանները։ Սաղ աշխարհը զարմանում է ինչի, բայց մենք գիտենք, թե ինչի է այդպես։ Մենք գիտենք, թե ինչի է այդպես։ Իրանք պատրաստում են, որպեսզի հանգարց իրանց ժողովուրդը չփախնի իրանց երկրից, իրանք պատրաստում են Հայաստան տեղափոխելու համար իրանց ժողովրդին։ Սա պարզ, բոլորը գիտեն դրա մասին, ծրագիրներ կա, բոլորը սպասում են հունիսի 7-ին, որպեսզի հունիսի 7-ին իբր թե իրանք այն հույս ունեն, որ այս մարտը վերընտրվի, որպեսզի իրանք կարողանան Հայաստանում կերտեն իրենց արևմտյան Ադրբեջանի երազանքը։ Սա պարզ խնդիր է։ Եվ դրա համար մենք պետքա մեր համար սա լինել չլինելու խնդիր է, սա շարքային ընտրություն չի, սա 96 թվականի, 98 թվականի, 2003 թվականի, 2008 թվականի, 2013 թվականի ընտրություն չի։ Եվ այն մարդիկ, ովքեր որ ցուցակի համար կռիվ են անում, ցուցակի համար ասում են, թե որ այդպես ես չեմ մասնակցի, այդ մարդիկ, կներես, շատ չեն տարբերվում այն ընտրազանգվածից, որ դու ասացիր, որտեվ եթե ընտրազանգվածը հասարակ մարդը, աղքատ մարդը ինքը իր ատելությունը բանանում տենց, ապա այն մարդիկ, որոնք բարեկեցիկ կյանք ունեն, բայց իրանց համար ցուցակի կռիվն է կարևոր, իրանց համար քաղաքականություն նշանակում որ ինքը տեղավորվի ինչ-որ ցուցակի մեջ, որպեսզի վաղը դիրք ունենա, այդ մարդը շատ ավելի պախարակելի անձնավորություն է, քան այն մարդիկ, ովքեր որ գիտակցությունը չունեն։ Դու գիտեք, դիմադրության շարժում էր Վազգեն Մանուկյանի շարժումը կոչում։ Այդ ժամանակ երկու անձ է եղել, որ այդ օրերին ճիշտ ասած իմ մոտ այդ Արցախը կորցնելուց հետո ես կարծում եմ նորմալ մարդկանց մոտ ինչ-որ խանգարում կար, որտեվ այդ չգիտեմ ինչ էր, պատերազմից հետո երկու տենց քաղաքական գործիչներ այդ օրերին գնացել են պաշտոնների, այսպես ասած, բան է։ Ես դրա համար եմ ուզում ասել, հիմա եթե լինի մենք հունիսի 7-ի ընտրությունը դա պաշտոնի ընտրություն չի, դա ցուցակի ընտրություն չի։ Իդեպ ասեմ, որ Ծառուկյանը եւ Պատիվյանը շատ լավ ձևակերպ, ով իմ հետ կգա կխոսի ցուցակի մասին, ես կասեմ իրանց տեսություն, որտեղ դա շատ կենտրոնական խնդիր է, այստեղ դրած է մեր ժողովրդի, մեր պետության լինել չլինելու խնդիրը։ Մեր ժողովուրդը պետք է հստակ իմանա, որ եթե հունիսի 7-ին Աստվածչյանի այս իշխանությունը մնաց, այս Հայաստանին մնալու 6 ամսից մինչև 1 տարի ժամկետ կա լինելու, որ այս երկիրը մնա իր տեղում։ Եվ դրա համար պետք է մենք ամեն ինչ անենք, որ հունիսի 7-ին մենք ստեսություն ասենք այս իշխանությանը եւ իսկապես մեծ համաձայնությամբ հունիսի 7-ից հետո վերականգնենք մեր ժողովրդի մեջ համերաշխության գաղափարը, սև սպիտակի այդ բաժանումը վերացնենք եւ իսկապես այդ ատելությունը, որ մտած է մեր ընտանիքների մեջ, մեր բարեկամների մեջ, մեր ընկերների մեջ, թուլացնենք եւ կամաց-կամաց դա վերացնենք եւ միասնական դառնանք, որտեղ միասնականությունն է, որ երկիրը պահպանում է։ Տեսեք, Իրանում կար բաժանում։ Հիմա այդ բանը հարցակման ժամանակ նորից միասնությունը կար։ Սովետական միության պատմությունը շենք։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ կար բաժանում, մարդիկ ատում էին Ստալինին, մի մասը Ստալինին կողմներ, մյուս դեմ էր ռեպրեսիաների պատճառով։ Պատերազմը սկսվեց, միասնությունը եղավ, որ միասնությունն էր, որ հաղթեց երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիային։
առանց միասնության գաղափարի։ Բայց եթե իշխանության գլխի դավաճան է նստած, ոչ մի միասնություն չի օգնելու, ոնց որ 20 թվականի պատերազմի։ Այս մարդուն բերել են իշխանության, որպեսզի 8 տարի պառակտի երկիրը 8 տարի պառակտման արդյունքում, որպեսզի Հայաստան չնի, շատ էսի մի հատ մեծ ծրագիր է եղել, գլոբալ ծրագրի փոքր հայաստանյան մոդել է եղել, որտեղ իրանք կյանքի են կոչել, մի մասը ոչնչացրել են դա Արցախն է, մնացել է Հայաստանի խնդիրը, սա է խնդիրը, Եվ վերջին հարցը, անկախ ամեն ինչից, որպեսզի մեր ժողովուրդն հասկանա լավ, սրան որ վերացնում ենք, մենք ինչ ենք առաջարկելու, այդ առաջարկը շատ կարևոր է, որ քաղաքական ուժերը նորմալ, խելամիտ առաջարկներով հանդես գան։ Մեծ ընտրություն ունի եւ Գագիկ Ծառուկյանն է, եւ Ռոբերտ Քոչարյանն է, եւ Սամվել Կարապետյանն է, շատ մեծ ընտրություն ունի հայ ժողովուրդը։ Եվ դրա համար մենք ինքներս այդ առաջարկ Հայաստանի մասով մենք ուրբաթորը ներկայացնելու ենք մեր պրեզենտացիան, թե մենք ինչ ենք առաջարկում, որը հետագայում քննարկվելու է նաեւ առաջարկ Հայաստանի շրջանակներում վերջնականապես եւ վերջնահարցունքում ապրիլին մենք ներկայացնենք մեր ժողովրդին, սկսած երաշխարհված անվտանգությունը ոնց ենք ապահովելու, տնտեսական զարգացումը, ինչպես պետք է անենք, որ թռիչքային զարգացում ունենանք, երջապես սոցիալական վիճակը մեր ժողովրդի, որ խայտարակ վիճակ է, իսկ խայտարակ վիճակը թոշակառուն ստանում էր 36000 դրամ, ընտրություններից առաջ դարձեցին 46000, հետո մտեք քեշբեք դրեցին 55000 դրամ եւ արհեստական դրեցին, որ սպառողական մինիմալ զամբյուղը 82000-ից իջել է 61000-ի, որը կապիկություն է բառից գրիմա, դա կրկես է ժողովուրդ ջան, տենց խափեություն, նույնիսկ ասենք կրկեսներում չեն կարող անել։ Իրականում 82000 էր ինքը 23 թվականին, հիմա այս գների արագայում ինքը մոտենում է արդեն սրընթաց 100000 դրամի, այսինքն 100,000 դրամն այն մինիմալ սպառողական զամբյուղը, որտեղ մարդը կարող ապրի, կներեք անասունից տարբերվելով։ Դա շատ կարևոր խնդիր է եւ մեր համար մենք շատ լուրջ մակարդակի ծրագիր ենք մշակել տնտեսական զարգացման եւ սոցիալական բոլոր շերտերի համար եւ մեր ժողովրդի դատին ենք տալու մի հատ ուրբաթ օրը, իսկ հետագայում արդեն ամբողջական Ծառուկյանի հետ միասին Մայր Հայաստանը, Բարգավաճ Հայաստանի հետ միասին եւ մնացած ուժերի հետ միասին մենք ներկայացնենք մեր ամբողջական ծրագիրը, որտեղ մարդիկ տեսնելու են, թե ինչ հեռանկարով է զարգանալու Հայաստանը եւ ի վերջո մի բան էլ ասեմ Անժելա ջան, ուրեմն Հայաստան մոտ 8-9 միլիոն ամբողջ հայության մեջ ամենաաղքատ մասը Հայաստանը ապրում է Հայաստանում։ Այսինքն դրսում պրակտիկորեն հայերի մեծ մասը, ճնշող մեծամասնությունը ապրում են կամ շատ լավ, կամ միջին մակարդակով։ Աղքատ հայ պրակտիկորեն չես գտնի։ Այսինքն այն թեզը, որ հայերը վատ են ապրում Հայաստանում, որտեղ պետք է հաղթարեն իրենց աղքատությունը գլխի մեջ, դա կեղծ թեզ է, ժողովուրդ ջան։ Հայերը հին ժողովուրդ են եւ վաղուց արդեն կարողացել են այնպիսի համակարգ ձևավորել եւ իրենց ընտանիքները իրենց են կարացել ապահովել, որ իրենք իրենց բանը վաղուց իրենց գլխի մեջ աղքատությունը հաղթարել են։ Միակ տեղը, որտեղ դա չի ստացվել, դա Հայաստանում է, որովհետեւ Հայաստանում միշտ մենք ունեցել ենք մի հատ իշխանություն, որը կապ չունեցել է ժողովրդի հետ։ Առավելևս այսօրվա իշխանությունը ամենացինիկ, շատ լավ իշխանություն են ունեցել պետք չի շարքի վրա դնել, պարոն Բոզյան, շատ լավ իշխանություն են ունեցել, անկախություն են պահել, տնտեսությունն են զարգացրել։ Ամենախափեփա ժողովուրդը իշխանությունը այս իշխանությունն է, որը փաստացի կարելի ասել, որ ինքը հաղթարել է աղքատությունը իրանց գլուխների մեջ եւ մեր ժողովրդին թողել է այս ծանր վիճակի մեջ։ Ես նույնպես եմ կրկնում, դա աներևակայել է, երկրի էկոնոմիկան մեծացել է 2 անգամ։ Անդրում մեծացել է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, իրանք չեն խոստովանում։ Ռուսաստանի Դաշնության շնորհիվ։ Տենց է ստացվել, ԵԱՏՄ-ի շնորհիվ։ Բայց այդ էկոնոմիկան 2 անգամ մեծացել է, բայց մարդկանց կենսամակարդակը ոչ միայն չի մեծացել, նաև նվազել է։ Դուք հասկանում եք, որ 70-80%-ի գումարը գալիս է այդ առևտրից եւ այդ կապից ԵԱՏՄ եւ Ռուսաստանից, բայց այդ մարդը թքում է դրա վրա, հայ ժողովուրդը այդ հասկանում եք։ Գիտեք ինչ, նաև դա մեղքի զգացումը, նաև գիտեք, այդ դա մեղքի զգացումը նաև կա, նաև Ռուսաստանի մեղքը կա ինչ-որ իմաստով, որտեղ ասեմ ձեզ, որտեղ երկրները ամեն օր ասի 7 անգամ 10 անգամ Եվրոպայում ավելի թանկ է, մենք ձեզ էժան ենք տալիս։ Բոլոր երկրները նաև փորձում են այսպես ասած ներկայացնել իրանց արտաքին քաղաքականության մեջ գովազդեն իրանց քաղաքականությունը։ Ամենավատը անում է Ռուսաստանը, դրա մեջ ինքը վարկանիշային կորուստ ունեցել եւ Վրաստանում եւ Մոլդովայում եւ Ուկրաինայում եւ բոլոր տեղերում։ Ես չեմ ուզում հիմա։ Դե մտածում են գործի, պարոն Բոզյան, մտածում եք որ այդ այնքան բացահայտ է գազը ինչ գնով է տալիս։ Հիմա մի բան ասեմ, մենք 21-րդ դարում ենք ապրում։
21-րդ դարում պետք է մարդիկ նաև ոչ միայն նորմալ քաղաքականություն, այլ պետք է խելամիտ PR քաղաքականություն։ Չէ, մարդը տեսնում չէ, չեմ ուզում մտնել այդ համայնքի մեջ։ Իմ հարազատներից մեկի մասին եմ խոսում։ Ռուսաստանում նույնպես եմ կրկնում, դու չես էլի պատկերացնում։ Ցանկացած բան դու պետք է նաև ներկայացնես, ներկայացման ձև կա։ Ներկայացման ձև կա, կարաս դու կասնեն ձև ներկայացես, կարաս նորմալ ձև ներկայացես։ Ընտանիք, մարդիկ, հարազատների մասին եմ խոսում, բարեկամներ, հարազատներ։ Բարեկամների մասին, մարդը գնացել է Ռուսաստան, այստեղ վատ էր գործերը, կայացել է տուն, աշխատանք, ամեն ինչ ասում է, հես Ռուսաստանը, ինքը իր մաշկի վրա զգում է, որ այդ երկիրն է այդ։ Դու չես լսում ինձ ինչ եմ ասում։ Ասում եմ կա Ինչպես կա մաթեմատիկայում կա, ես մաթեմատիկ եմ մասնակցում։ Մաթեմատիկան ունի աքսիոմներ եւ թեորեմներ։ Ֆիզիկան կա, ֆիզիկան կա գիտությունն է։ Քաղաքագիտությունն է գիտություն, PR-ն է գիտություն։ Հետո դու գիտությամբ չես շարժվում։ Կներես էշությամբ ես զբաղվում։ Արդյունքում դու կարաս լավ բան անես, բայց վատ ընկալվես։ Հասկանում ես, դա փաստ դասագրքային ճշմարտություն է։ Չես ընդունում, տենց է ստացվում։ Այլ խնդիր է, որ ես մի կողմ թողնենք թե ուրիշները ոնց է, մեր ժողովրդի շահերից ելնելով մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ժողովուրդը օբյեկտիվ պատկերացում կազմի թե ոնց պետք է երկիրը զարգացնենք, որ այդ զարգացման արդյունքում համ պետությունը զարգանա, համ ժողովուրդը կենսամակարդակը բարձրանա, համ մարդիկ ուզենան ստեղ ապրեն, որովհետև աննորմալություն է, որ 9 միլիոն ժողովրդի հայ ժողովրդի մեջ փաստացի 20 միլիոն, 9 միլիոն որ թվիներ։ Անժելա ջան, դե ես 9 միլիոն եմ ասում, հիմա 30 տարի առաջ էր։ Ես նույնպես եմ ասում, ես այդ թիվն է կա, ես այդ թիվով եմ ասում 9 միլիոն ժողովրդի դրսում ապրող ճնշող մեծամասնության հայերի մեջ լավ են ապրում կամ միջին են ապրում աղքատ այն որ հիմա մեր մոտ կա մեր մոտ 30% մեր աշխատողների ստանում է 75000 դրամ բանի 70% ստանում է մինչև 250,000 դրամ աշխատող եւ իրանք առանց ամանչելու հայտարարում են որ միջին աշխատավարձը մեր մոտ 330-340,000 դրամ Հայաստանի խնդրանքով ԵՄ կտեղակայի հիբրիդային բայց կարճ պատասխանեք մեր հյուրը եկել է արդեն ԵՄ կտեղակայի հիբրիդային արագ արձագանքման խումբ երկրի ընտրություններից առաջ սպառնալիքներին հակազդելու համար մենք չենք թողնի որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույս դնել Եվրոպայի վրա, հայտարարել է Կայա Կալասը, Էսեն Նիկոլնա, որ Կայա Կալասի վկաները այսօր Հայաստանում ֆաբրիկաներ են ստեղծել կեղծ բաների, այսպես ասած, Facebook-ում աշխատող կեղծ, այսպես ասած, պրոֆիլներ են ստեղծել, որպեսզի հսկայական գումար են ծախսում, որպեսզի իմիտացիա ստեղծեն, որի իբր թե Facebook-ում Նիկոլ Փաշինյանն ունի հսկայական համարը 100%-ին հասնող վարկանիշ։ Այս հիբրիդային պատերազմի քողի տակ իրանք հսկայական հիբրիդային պատերազմ են սկսել 2018 թվականին մեր ժողովրդի դեմ, որի արդյունքում մենք կորցրել ենք Արցախը եւ հիմա էլ կանգնած ենք Հայաստանի կորստի առաջ։ Այդ կայակալասներն են, որոնք մեր ժողովրդի ամենամեծ թշնամիներն են, որոնք այդ կայակալասներն են, որ ոչ միայն մեր ժողովրդի թշնամիներն են, ավելքում գտնվող բոլոր քրիստոնյա ժողովրդների թշնամիներն են, վրաց ժողովրդի թշնամիներն են։ Այդ իրանց էգոցենտրիկ նեղ փոքր ազգերի շահերից ելնելով իրանք ամբողջ Եվրոպան թունավորել են հակառուսական, այսպես ասած, բաներով եւ այդ թունավորման արդյունքում իրանք հասել են այս վիճակի մեջ, որ ռուս-ուկրաինական պատերազմում հսկայական կորուստներ կան եւ այդ կայակալասները պետք է կանգնեն վաղը դատարանների առաջ բոլոր ժողովրդների կողմից, որպեսզի այլևս ժողովուրդները հասկանան, որ այս կայակալասները նախկին գերմանական նացիստներից ոչինչով չեն տարբերվում։ Իրանք ձևով են տարբերվում, բովանդակությամբ նույնն են։ Նույն Գեբելսյան քարոզչական մեքենան, Գեբելսը գերմանացի էր, այդ Գեբելսի Գեբելսյան ամբողջ քարոզչական մեքենայի ամբողջ պրոդուկտը ստեղծվեց Եվրոպայի կենտրոնում, այդ նույն Գեբելսյան քարոզչական մեքենան հիմա մինչև հիմա աշխատում է թունավորելով ժողովրդների պատկերացումները եւ շատ լավ ձևակերպեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը, երբ որ այցելեց Եվրոպա եւ հայտարարեց, որ ձեր գլխավոր խնդրը ոչ թե Ռուսաստանն է, ձեր գլխավոր խնդրը ձեր վերնախավն է, որը խափում է ձեր ժողովուրդներին եւ ժամանակն է, որ այդ խափեությունից եվրոպական ժողովուրդները դուրս գան եւ կայակալասների, բերբոկները, մերցերը, մակրոնները դուրս շպրտվեն պատմության բանից եւ մտնեն աղբանոցի մեջ։ Իրանց տեղը բնական աղբանոցն է։ Շնորհակալություն։